Հարգելի հայրենակիցներ, սիրելի աշակերտներ, ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գեյների, ռազմագերիների եւ անհետ կորած անձանց թեման ակտիվացնելու եւ խնդիրը Հայաստան-Ադրբեջան գործընթացում քննարկման առարկա դարձնելու համատեքստում։ Թեպետ Հայաստանում մեր հասարակության շրջանում քիչ չեն տարբեր քաղաքական հասարակական միավորները կամ պարզապես ակտիվ նախաձեռնություններն ու խմբերը, որոնք 44-օրյա պատերազմին, դրան հաջորդող ժամանակահատվածում 23 թվականի ադրբեջանական ագրեսիա եւ արցախցիների նկատմամբ ցեղասպանությունից հետո հարցը մշտապես բարձրաձայնել են, ակցիաների տարբեր ձևաչափով քննարկումներից մինչև միջազգային ակցիաներ, սակայն այդ թողոբովի մեջ որպես կանոն բացակայում է պետությունը։ Մի բան է, երբ թեման օրակարգ բարձրացնում եւ միջազգայնացնում է պետությունը, իր ինստիտուտների եւ միջազգային համագործակցության հարթակներն օգտագործելով, լրիվ այլ բան է, երբ որ դա անում են մնացած մյուս ուժերը։ Ադրբեջանը հայ գեյների եւ անհայտ կորածների չափազանց զգայուն հարցը օգտագործում է տարբեր երկրներին ծառայություններ մատուցելու եւ իր համատարմությունը հայտնելու նպատակով։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցը տարածաշրջան կարող է որոշակի պրոցեսներ արագացնել, թեման հումանիտար տեսանկյունից քննարկելու եւ խաղաղության լույսի ներքո հանգուցալուծմանը տանելու առումով։ Ցավալիորեն այդպիսի կարևոր եւ հրատապ թեմայի շուրջ ակնկալիքներն ու քննարկումները բացառապես պայմանավորված են այս կամ այն երկրի շահերի, իմիջային հարցերի կամ քմաչույքների հետ, իսկ թեմայի հիմնական շահառուն գործող ռեժիմը, թեև որոշակի պարբերականությամբ երկչոտ, անորոշ, իսկ երբեմն էլ Ադրբեջանը հաճախ տեքստեր է հնչեցնում, սակայն թեման առաջին պլան ակնհայտորեն չի բերում։ Ադրբեջանն օգտագործում է Բաքվի բանտերում գտնվող հայերի թեման, Հայաստանին ագրեսորի, օկուպանտի եւ հանցագործի կարգավիճակի մղելու համար, եւ սա արվում է գործողների անթույլատրելի լռության եւ անտարբերության պայմաններում։ Ադրբեջանական տարբեր ագրեսիաների հետևանքով անհետ կորած անձանց ճակատագրի պարզումն ու հայրենադարձումը նորմալ կառավարությունների, գործիչների համար պետք է լիներ պատվի եւ արժանապատվության հարց, սակայն նրանց հարազատներն այս դռնից այն դուրն են գնում, դրանք հերթով թակում, սակայն խնդիրը մնում է խիստ անորոշ։ Մարդիկ, ովքեր հայրենիքի համար ծանրագույն փուլում մարտի են նետվել, պետության համար պետք է ունենան բարձրագույն կարգավիճակ, իսկ նրանց զոհվելու կամ անհետ կորելու հանգամանքը պետք է լինի միշտ օրակարգի առանցքում։